Բոլորիս է հայտնի, որ հայերն աշխարհում առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչից հետո, սակայն հարյուրավոր հեթանոսական տաճարներ ոչնչացվեցին։ Շարի տարի տեղում կառուցվեցին մերոյա եկեղեցիներ, սակայն Գառնու տաճար միակն է, որ կանգուն է մինչ այսօր։ Ասում են, երբ Տրթատ երրորդը եւ հայ ժողովուրդը ծանր հիվանդանում են, արքայի քույր Խոսրովի դուխտը երազ է տեսնում, թե նրանց կարող է բուժել 15 տարի առաջ կարիճներով եւ օձերով լի բանտում փակված Գրիգորը։ Երբ ժողովուրդը հրաշքով բժշկվեց ու դարձավ քրիստոնյա, Խոսրովի դուխտի խնդրանքով իր սիրելի Գառնին անվնաս մնաց։ Նաև պատմում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բանտում անցկացրած 15 տարիների ընթացքում նրան սնունդ էր հասցնում Գառնիում ծառայող մի քրմոհի, ում խնդրանքով էլ տաճարը կանգուն մնաց։ Գառնու տաճարը ենթադրաբար կառուցվել է մեր թվարկության առաջին դարում և նվիրված է հայոց դիցարանի լույսի և արևի աստված Միրհին։ Հայերի նահապետ Հայկի սերնդից Գեղամը ապարանք է կառուցում, անվանելով այն իր թոռան Գառնիայի անունով։ Առաջին հայացքից Գառնին հելլենիստական ոճի կառույց է, նման Հեփեսոսի տաճարին Հունաստանում, Բաքոսի տաճարին Լիբանանում, Մեզոն Կարեի և Սուրբ Մատլեն եկեղեցիներին Ֆրանսիայում, սակայն այն ունի մի շարք այլ առանձնահատկություններ։ Նախ այն կառուցված է ոչ թե մարմարից, այլ հայկական որսաքարից, կապույտ բազալտից, որի հետ աշխատելը տասնյակ անգամ ավելի բարդ է։ Տաճար տանող 9 աստիճանները բավականին բարձր են, ինչը պատահական չէ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը նույնիսկ ամենաբարձրահասակ եւ ամենաթիկտեղ մարդուց պահանջում է դանդաղ, վեհապանծ ռիթմ։ Անհնար է վազել աստիճաններով, ստիպված ես խոնարհվել ու խորհել։ Տաճարն ունի 24 սյուներ, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը։ Յոթերորդ դարում տաճարի հարևանությամբ կառուցվում է Սուրբ Սիոն եկեղեցին։ Հետաքրքրական է, որ 1679 թվականին երկուսն էլ խոնարհվում են, սակայն Գառնու տաճարը ավելի ուշ վերակառուցվում է, մինչդեռ եկեղեցու ավերակները առ այսօր նույն տեղում են։ Գառնու տաճարի վրա կարելի է նկատել բազում տիպիկ հայկական զարդանախշեր, ինչպես օրինակ ակաթի, խաղողի տերևներ, որոնք արտացոլվել են հայկական խաչքարերի, վանքերի հորինվածքներում։ Ասում են, մի քույր եւ եղբայր որոշում են թողնել աշխարհիկ կյանքը եւ ձորի մեջ մի տաճար կառուցել։ Նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արտանալով տեսնում են իրենց փորիչը ղրված լեռան կատարին եւ ժայռի մեջ բացվում է մի մեծ տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։ Մարդը իր ողջ կյանքում փնտրում նորուղիներ կյանքը հասկանալու եւ ել ավելի լավը դարձնելու համար։ Այս ճանապարհին ստեղծվում են արժեքներ, որոնք հիացնում են այսօրվա մարդուն, երբեմն մնալով անըմբռնելի։ Այդպիսի արժեքների հայրենիք է նաեւ Հայաստանը, որի բյուրեղացած խորհուրդներից մեկն է Գառնին։